Այսօր մեր հանդեսն է, ճիշտ է, նվիրված գարնանը, մայրիկներին, տատիկներին, մենք այսօր պետք է լինենք շատ ուրախ, պետք է շատ կարգապահ լինենք երեխաներ, որպեսզի նրանք հասկանան, որ մենք արդեն մի փոքր մեծացել ենք, պետք է գարուն նվիրենք մայրիկներին, տատիկներին, ճիշտ է։ Մենք ասել ենք, չէ, որ հանդեսից հետո բոլորը գեղեցիկ փուչիկներով, քաղցրավենիքով ջնեք գնալու։ Լավ։
Բացեք դերները, բացեք պատուխան, թող բացվեց աղկեն, պատմխան սուսան, եկեք բոլորով մերիկ եկեք, ծած շուկայդու, բաջով ես եկեք։ Thank you.
Ինչ գեղեցիկ ծաղիկներ են, դրանք ծաղիկները
մամիկների, տատիկների տողն են տողն։ Դրանից է հեշբոք, պետք է ամբողջ տարի ճովմեք, թափել խաղալիքներ, աթոռներ, գլխակներ ու կոշիկներ, և չփորձել հավաքել կարծում մայրիկներ շատ ուրախանա, պետք չէ քո փորձերը մեկ հավաքվել է կարելի է մայրիկներին ուրախացնելու, ոչ թե բարկացնելու, ավելի լավ է կանանել և վերադարձնելու։ Լավ, ինձ համոզեցիք, ուրեմն վազեմ անտած, գտնեմ գանանը, ուղարկեմ թող գա, թե չի իրոք առանց գալու, տխուր է, իսկ դուք շարունակեք ձեր հանդեսը, ես էլ չեմ խանգարել։ Зимы свои капризы спит под снегом сад, но крадется по карнизу теплым ветром мат. Они друг друга дразнят, оконный храм, скоро праздник, добрый праздник бабушек и мам. 5 февральских роз не замерзли под снегами. 5 февральских роз спрятала метель. 5 февральских роз подарю любимой маме. 5 февральских роз со свежих капель.
Слышу за окошком звонкий крик грачей. На снегу видны дорожки солнечных лучей. И капель играет гаммы звоном зимних слез. Расцвели опять для мамы 5 февральских роз. 5 февральских роз не замерзли под снегами. 5 февральских роз спрятала метель. 5 февральских роз подарю любимой маме. 5 февральских роз освежит капель. Пять февральских роз не замерзли под снегами. 5 февральских роз спрятала метель. 5 февральских роз подарю любимой маме. 5 февральских роз освежит капель. Зимы свои капризы спит под снегом сам, но крадется по карнизу теплым ветром мах. Воробьи друг друга дразнят у оконных рам. Скоро праздник, новый праздник бабушек и мам. 5 февральских роз не замерзли под снегами. 5 февральских роз спрятала метель. 5 февральских роз подарю любимой маме. 5 Իսկ հիմա երեխաներ և սիրելի հյուրեր, հուշակեք այս տանելու կաս։ Ով է ձեզ համար ձեռնոցներ գործում, ճաշեր ու համեղ կոմպոտներ եփում, սեզամուր գրկում, փայփայում, սիրում և հետաքրքիր հեքիաթներ պատմում։ Տանիները Դե իհարկե մեր անցքանչ ու կատար տատիկները։ Ходит наша бабушка, палочка стуча, говорю о бабушке. Позову врача. Будет лекарство, будешь ты здорова.
заболела, просто я старая, просто очень старая. Волосы седые, где-то потеряла я годы молодые. Где-то за огромными, за лицами темными, за горой высокой, за рекой глубокой. Как туда добраться, людям неизвестно. Говорю я бабушке, вспомни ты место, я туда поеду, поплыву, пойду, годы молодые, я твои найду. Երկեմ երկում քեզ համար, իմ տատիկ, լավ տատիկ, դու իմ ընկերն ես մոտիկ, քո թոռնիկն եմ Անուշիկ, այսօր քեզ մոտ եմ եկել, իմ նոր հագուստն եմ հագել, բերել եմ քեզ նվերներ, դաշտի քնքուշ ծաղիկներ։ My name is
ջերմացնի։ Երեխաների բարեմաբանքներին կարծում եմ սա ամենալավ նվերն է, չէ՞, կհամաձայնվեք։ Ձեզ կանացի երջանկություն, կանայք, առողջություն, ամենայն, թող ձեր երեխաները միշտ այսպես գեղեցկացնեն ձեր կյանքը, սենց ուզեն միայն բարի։ Ապրեք իմ աղջիկները, գերազանց աշխատանքի համար, գունեղ աշխատանքի մեր տնօրենին ինձ այս աշխատանքը վստահելու համար։ Ամբողջ մանկավարժական կոլեկտիվին, մեր մանկավարժ մեթոդիստին, ձեզ իմ սիրելի ծնողներ և իմ բարեկամներ, շնորհակալ եմ շատ։ Կարծում եմ ընկեր Մարեկան երբ գոհացեց ինձ գոհացրեց և շատ մարդիկ պարտականությունը կատարեց ավելի քան անհրաժեշտ էր ընկեր Ծովիկի, ընկեր Մարինեի հետ միասին կհամաձայնվեք։ Շատ շնորհակալություն, բրավո։ Մենք դեռ կշարունակենք մեր աշխատանքը